Մեր երկրին անհրաժեշտ է երաշխավորած խաղաղություն, որ պատերազմի դռները մեր ժողովուրդը փակի։ Բարգավաճ Հայաստան կուսակցություն։ Դերասան Խաչատուր Հունանյանը երկար դադարից հետո վերջապես կապ է հաստատել իր հետևորդների հետ, ներկայացնելով իր առողջական վիճակի վերաբերյալ իրական պատկերը։ Վերջին շրջանում համացանցում ակտիվորեն շրջանառվում էին տեղեկություններ, թե դերասանի վիճակը ծայրահեղ ծանր է։ Սակայն Խաչատուրը հերքել է այդ լուրերը, ընդգծելով, որ դրանք չեն համապատասխանում իրականությանը։ Դերասանը նշել է, որ շարունակում է ստանալ քաղցկեղի դեմ անհրաժեշտ բուժումը և գործընթացը ընթանում է բնականon հունով։ Նա նաև կիսվել է հույս ներշնչող տեսանյութով, որտեղ վստահեցնում է, որ պայքարում է ուժեղ և չի հանձնվելու։ Պայքարում ենք շատ ուժեղ, կխնդրեի պոզիտիվ բաներ խոսեինք, ասել է նա դիմելով հանրությանը։ Խաչատուր Հունանյանի խոսքերը մեծ արձագանք են գտել երկրպագուների շրջանում, ովքեր շարունակում են նրան ուժ և առողջություն մաղթել, հավատալով նրա շուտ ապույտ ապաքինմանը։ Իսկ մենք ներկայացնում ենք դերասանի խոսքը առանց մեկնաբանության։ Բարի ողջույններս բոլորին։ Հուսամ լավ եք բոլորը, Ժողջան։ Ասեմ, որ ես եմ դեպի լավը։ Վերջերս պոստեր եմ տենում, որ Խաչատուր Հունանյանի վիճակը ծայրահեղ ծանր է եւ այլն։ Ես խնդրում եմ այդպես բաներ post չանեք։ Շնորհակալ եմ իհարկե, որ տարածում եք առողջության հետ կապված ինչ-որ նորություններ բան, բայց ծայրահեղ ծանր վիճակ չկա։ Սա բուժման ընթացք է, որի մեջ ես անցնում եմ։ Ու իմիջիալոց շատ ուրախ եմ անցնում, ասեմ։ Ինչ-որ բաներ սխալ է գնում, ինչ-որ բաներ ճիշտ է գնում, բայց ամեն ինչ ճիշտ է գնում։ Այսօր ծայրահեղ ծանրի մասին խոսք չկա, պայքարում ենք շատ ուժեղ։ Խնդրեի պրոստը պոզիտիվ բաներ խոսայք ու այսօր բոլորիս կյանքները դրանով կլցվեր։ Այսօր գնացել էի dental office, ատամնաբուժի մոտ, որպեսզի ստուգեին իմ ատամների արմատները, ոսկորները չջարդվելու համար դեղ պետք է ներարկեն, շատ կարևոր է իմանալ ատամներս առողջ է թե չէ։ Ասեմ, որ ես կյանքումս երրորդ անգամ էի լինում ատամնաբուժի մոտ, երկու անգամ գնացել էի իմաստության ատամներ քաշելու, այսօր էլ երրորդն էր գնացի, տենց նկարեցին ուղղակի, այդքան առողջ են իմ ատամները։ Ուրեմն այտենց։ Ընդհանուր առմամբ ասեմ, որ ռադիացիոն կուրսերը վերջացրել եմ, քիմիաներն եմ հիմա ընդունում, մի ամսից կլինի նաև ստուգումներ նորից, ըստ այդմ կհասկանանք, թե ինչ մնաց անելու, ինչից ոնց, բայց հաստատ համոզված եմ, որ մենք դրական արդյունքներ ենք գրանցում մետաստազ ջարդելու, խեղճացնելու հարցում։ Ես հաստատ համոզված եմ, որ տենց է լինելու, որտեղ չկա խմել, չկա ծխել, կա առողջ ապրելակերպ, թթվածնով պարտադիր միշտ, այսինքն ինձ շատ լավ եմ դիրություն անում, որպեսզի ոտքի կանգնեմ շատ արագ։ Լավ որ այսքանը, դուք էլ կոմենտներում գրեք տնամ դուք ոնց եք, ամեն ինչ նորմալ է թե չէ, ձեր կյանքում ինչն է ձեզ խանգարում եւ այլն, գրեք շփվենք։ Բարին հետ բոլորից հետ։ Բարի ողջույններս, իմ շատ սիրելի հետևորդներ, ընկերներ, բարեկամներ, հուսամ լավ եք բոլորդ։ Նույնը չեմ ասի իմ համար, բայց շատ կարճ շքել եմ եթերանամ մի հատ ձեզ ասեմ ինչ է կատարվում, ու դրանց հետո ավելի ճիշտ գնա իմ բուժման հերթական բարդ ճանապարհը, որի մեջով ես անցնում։ Ուրեմն ասեմ, որ Գերմանիայում cyber knife-երը իրականացվեցին, վառվեցին 3 հատ մեծ լիժեններ, մետաստազներ, որոնք ոսկորների մեջ էին գլխի վրա։ Մազերս մի քիչ թափել էր, հետ է եկել արդեն ստեղես մասերս։ Կներեք սուրտը առավոտ գլխակողում իրավունք չունեմ մրսելու։ Ես Գերմանիայից հետո թոքաբորգ տարա ու շատ բարդ պրոցես էր ճիշտ ասած, եկա ստեղ անցա բրոնխոսկոպիայի մեջով, որը որ գիտեք ոնց է կամերայով մտնում են մեջից մաքրում են թոքերը, շատ բարդ միջամտություն էր, ամենայն դեպս անցա դրան մեջով ու թթվածնային քաղց ունեի, իհարկե դեռ չեմ հիմնականում հանել է շրանգը մի շրաղությամբ եմ շնչում, բայց եթերի ժամանակ հանեցի, որպեսզի տպավորություն չստեղծեի, որ առանցրա կարող նաև մեռնեմ, չէ, այդպես բան չկա։ Բայց ուզում ասեմ, սա կարգավորում է բրոնխոսկոպիայից հետո, որպեսզի
փոքր հետ 100%-անոց սկսի հետո աշխատել, հələ որ սրա օգնության կարիքը ունենք։ Ուրեմն ասեմ, որ փոխել եմ հիվանդանոցս, Սիդրսայինն է դարել իմ նոր հիվանդանոցը, նոր բժշկական խմբի հետ եմ աշխատում, շատ խելացի պրոֆեսորների հետ ենք աշխատում, ովքեր արդյունքներ են գրանցել իրենց բուժումներ տալու ընթացքում, իրենց կարիերայի ընթացքում մենք ճշտումներ կատարել ենք, որ նորմալ մարդկանց հետ ենք հիմա աշխատելու։ Հենց որ դուխով ենք, ամեն ինչ նորմալ է, ես ուղղակի եկել եմ ասեմ, որ անցնում եմ շատ բարդ process-ի մեջով, դժվար եմ շնչում, դժվար եմ տեղաշարժում, որովհետև Cyberknife-երի ընթացքում Գերմանիայում էլի վնասվել է իմ ներվը, սայադիկ, որը որ չի թողում նորմալ քայլեմ, երբեմն դիմում եմ այս այլակի օգնությանը տեղաշարժվելուց հիմնականում շատ չեմ կարող քայլեմ նորմալ, բայց սրանք ժամանակավոր բաներ են։ Եվս մի կարևոր բան, 3 հատ մետաստազ հայտնվել է ձախ աչքիս մեջ, որը որ մենք երբեք չենք մտածում, որ այդպես բան կարող լինի, բայց կտրուկ վատացավ ձախ աչքիս տեսողությունը, եկավ աչքի բժիշկ հիվանդանոցում, ստուգեց ու մենք հասկացանք, որ մետաստազ կնավ իմ աչքի մեջ, մի հատ մեծ, 2 հատ փոքր։ Ամենայն դեպս քիմիայի դեղերը խմում ենք, ամեն ինչ նորմալ է, սա ընթացքն է այս հիվանդության, չենք իմանում ամեն անգամ որտեղ դուրս կգա, ինչ կլինի, բայց հավատացած պետք է լինենք, որ ամեն ինչ լավ ալնելու, այնքան պետք է պայքարենք, ինքը պետք է հայտնվի, մենք սատկացնենք։ Հենց որ էլի մնում ենք շատ դուխով, չենք հիասթափվում, շնորհակալ եմ ձեր աղոթքների համար, ձեր բարևների, ձեր բարոյա հոգեբանական աջակցության համար, ձեր ֆինանսական աջակցությունների համար, ես մինչև երկինք շնորհակալ եմ ձեզ բոլորիդ։ Պոզիտիվ եղեք, ժպտացեք, լավ եղեք, սիրում եմ բոլորիդ, ես ոնց դուխով եղել եմ, տենց է դուխով գնալու եմ առաջ, մինչև վերջ, կապ չունի, մինչև վերջի հատիկը սրա սպանելու պետք է գնամ առաջ, ու օրինակ ծառայեմ բոլորին, որ կյանքը շարունակվում է ու սիրուն բան է։ Հենց որ Աստված օրհնի ձեզ բոլորիդ, ամենալավն ու բարին եմ մաղթում։ Միշտ օր եթերներ։ The Community հաղորդման հերթական զրուցակիցը դերասան Խաչատուր Հունանյանն է։ Star News.am հետևեց զրույցին, որի ընթացքում դերասանը բաց ու անկեղծ խոսեց իր ծննդավայրի մանկության, Միացյալ Նահանգներ տեղափոխվելու եւ այնտեղ կարիերա ստեղծելու ճանապարհի մասին։ Զրույցը սակայն առավել խորքային եւ հուզիչ դարձավ այն պահին, երբ անդրադարձ եղավ դերասանի առողջական վիճակին եւ քաղցկեղի դեմ իր պայքարին։ Վերջին ամիսների ընթացքում համացանցում ակտիվորեն քննարկվում էր Խաչատուր Հունանյանի հիվանդության թեման, ինչի կապակցությամբ հաղորդավարի հարցին դերասանը մանրամասն ներկայացրեց իր բուժման ընթացքը։ Նրա խոսքով, մինչև Գերմանիա մեկնելը վիճակը բավականին ծանր էր։ Քաղցկեղն ազդել էր ոսկրային համակարգի վրա, ինչի հետևանքով քայլելն ու շարժվելը զգալիորեն սահմանափակվել էին, սակայն Գերմանիայում ստացած բուժումը, ռադիացիաներն ու համապատասխան բժշկական միջամտություններն արդեն տվել են իրենց դրական արդյունքը։ Դերասանը նշեց, որ այժմ ինքնազգացողությունը օրեցօր բարելավվում է, թեև փետրվարին նրան սպասվում է հերթական ստուգումը, հասկանալու համար բուժման հաջորդ փուլերը։ Չնայած անցած դժվարություններին, Խաչատուր Հունանյանի խոսքից զգացվում էր անսասան հավատն ու հույսը։ Զրույցի կարևոր առանցքներից մեկը Խաչատուր Հունանյանի հոգեվիճակն ու տրամադրվածությունն էր։ Նրա խոսքով ամենակարևոր գործոնը հիվանդության ընթացքի վրա մարդու մտածողությունն է։ Քաղցկեղը մահապատիժ չի, դա վճիռ չի ոչ մեկի համար։ Քաղցկեղի բարդացման ամենամեծ պատճառը մարդու տրամադրվածությունն է այդ հիվանդության հանդեպ։ Գերմանիայում ես մի բան սովորեցի. դա կարելի է ընդունել գրիպի պես հիվանդություն։ Պարզապես չպետք է ներշնչել, ինքդ քեզ պետք է լավատես լինել, ասաց նա։ Խաչատուր Հունանյանի խոսքով, եթե մարդը ցանկանում է ապրել, հավատում է եւ չի հանձնվում, ապա հիվանդությունն աստիճանաբար նահանջում է։